Հարգելի ես դեղցի կոմպոտ եմ պատրաստում և ասի ձեզ ծանոթացնեմ իմ տարբերակի հետ։ Դեղցերը ես լավ լվացել եմ, 2 կես եմ արել, կորիզահան և կեղևահան եմ արել, ընթացքում շերտ առ շերտ շաքարավազ եմ ավելացրել և մի քանի ժամով թողել եմ, որ իրանից այսպես տեսնում եք որքան ջուր է դուրս տվել։ Եվ ժամանակն է մի փոքր էլ ես ջուր ավելացնեմ, որ իրան ամբողջովին ծածկի, դնեմ գազօջախին, հասցնեմ եռման աստիճանի, այդ ժամանակ կանջատեմ։ Դե իհարկե բանկաները լավ լվացել եմ, չորացրել եմ և կսկսեմ 10-15 հատիկով լցոնել բանկաների մեջ և ընթացքում կեսով բանկաները իդեպ նշեմ կեսով կլցոնեմ, իրա այս քաղցրոշարակն էլ կավելացնեմ 1 բաժակ շաքարավազ և եռացրած ջուր և արդեն կարելի է բանկաները փակել, նշեմ, որ ավելորդ անգամ ես ստերիլիզացիա չեմ անի, քանի որ նախապես այս դեղցերը ես լավ ջերմային մշակման են ենթարկվել, եփել եմ, դրա իսկ պատճառով այս տարբերակը ուզում եմ ասեմ շատ հարմար տարբերակ է։ Ասեմ, որ շատ համեղ կոմպոտ է ստացվում, երբեք բանկաները չեն թռնում, իսկ մեջի հյութն ու դեղցի հատիկները ձմռանը մեզ փոխանցում են ամռան շոգ օրերի համն ու հոտը։ Հավելեմ նաև, որ այստեղ ես հստակ քանակով շաքարավազ չեմ ավելացնում, իմ մոտ աչքաչափով է։ Դե իհարկե օշարակի քաղցրությունը ընթացքում ստուգելուց կզգամ, որքան է հարկավոր կրկին ավելացնեմ թե ոչ, իսկ բանկաների մեջ 1 բաժակ շաքարավազ եմ ավելացնում։ Ասեմ նաև, որ եփվելու ընթացքում ես կավելացնեմ 1 թեյք թալ վանիլին։ Հարգելինես, իմ դեղցի կոմպոտները արդեն պատրաստ են, շատ ընտիր են ստացվել, ցանկացած ձեր հետ կիսվեմ իմ կոմպոտ պատրաստելու տարբերակներից մեկի հետ, սա էլ շատ հարմար տարբերակ է և նշեմ շատ համեղ է ստացվում և բանկաները ապահով ձևով մինչև ձմեռ մնում են, իսկ ձմռանը արդեն մենք կվայելենք անուշահամ հյութը և դեղցի հատիկները։ Եվ քանի որ դեղցը բոլորն են սիրում, մեր տանը շատ արագ է սպառվում կոմպոտի մեջի դեղցի հատիկները և դա է պատճառը, որ ես բանկաները ավելի շատ եմ լցոնել դեղցի հատիկներով, քան նախատեսված է լինում լցոնել։ Դե իհարկե հարգելիներս, տարբերակները մեր հայ կանանց կոմպոտ պատրաստելու, զանազան պահածոներ պատրաստելու միշտ լինում են համեղ, տարբերվող, սա էլ իմ տարբերակներից մեկն էր, որ ցանկացա ձեր հետ կիսվեմ։